պոլիթեիզմ։ Հին Արևելքում գրեթե բոլոր ժողովուրդները հավատում էին բազմաթիվ աստվածներին, բազմաստվածություն, ամեն մեկը իր բնագավառով։ Աստվածները մարդկային հատկանիշներով։ Աստվածները հաճախ պատկերացվում էին որպես մարդանման իրենց ցանկություններով, զայրույթով, սիրով։ Էնլիլը Միջագետքի գլխավոր աստվածը։ Նա էր քամու, օդի և երկրի աստվածը և համարվում էր սումերական դիցարանի գլխավոր դիցերից մեկը։ Զիկկուրատները տաճարներ աստվածների համար։ Սումերներն ու բաբելոնացիները կառուցում էին զիկկուրատներ աստվածների բնակավայրերը երկրում։ Եգիպտական արքան աստված համարվող մարդ Փարավոնը համարվում էր աստված Հորուսի մարմնացումը երկրում։ Մումիֆիկացում հավատալիք հավերժական կյանքի մասին։ Եգիպտացիները մումիֆիկացնում էին մեռածներին հավատալով հոգու վերադարձին։ Օսիրիս՝ մահացածների աստվածը։ Եգիպտական դիցարանում Օսիրիսը դատում էր մահացածների հոգիները։ Ջրհոստրականության բարու և չարի պայքար։ Պարսկական հին կրոնը զրոհոստրականություն կենտրոնացած էր Ահուրա Մազդայի բարի ուժի և Անգրամայնյուի չար ուժի հակամարտության վրա։ Ավեստա զրոհոստրականություն Սուրբ Գիրքը։ Այն պարունակում էր Զրոհաստրի ուսմունքները և աղոթքները։ Հին հեաների մոնոթեիստներ էին, նրանք առաջին ժողովուրդներից էին, ովքեր պաշտում էին միայն մեկ Աստծո Եհովային։ Ուխտի տապանակ։ Հին հրեաները հավատում էին, որ Աստվածաշնչի ուխտի տապանակը պարունակում էր Աստծո ներկայությունը։ Աստղաբանություն որպես կրոնական գործիք։ Բաբելոնացիները աստղերը դիտարկում էին որպես աստվածների կամքի նշաններ։ Կրոնն ու պետությունն անբաժան։ Քրմերը հաճախ մեծ իշխանություն ունեին և մասնակցում էին կառավարմանը։ Խավարի և լույսի պաշտպանմունք։ Շումերական և պարսկական կրոններում լույսը համարվում էր սրբություն, իսկ խավարը՝ չարիք։ Ասորական կրոնում կարևոր էր պատերազմը։ Ասորի գլխավոր աստվածը՝ Աշուրը, համարվում էր ռազմի աստված։ Տոները սրբազան էր։ Հին ժողովուրդները նշում էին կրոնական տոնակատարումների պետքին։ Անձրևի և արևի պատվի սուրբ կետեր՝ Բրատը, Տիգրիսը և Նեղոսը համարվում էին սուրբ, և դրանց ջրերը օգտագործում էին մաքրման արարողության համար։ Հոգու կշռում Եգիպտոսում։ Վերջին դատաստանի ժամանակ Օսիրիսը կշռում էր հոգին թեթև սրտով, արժանի համարվելով դրախտին։ Սուրբ սիմվոլներ և անոթներ։ Օրինակ, եգիպտական անոթ նշան ցույց էր տալիս հաշվետ կյանքը։ Խորհրդատվության պես մութ կրոնի։ Շատ կրոնական գիտելիքներ փակ էին, և միայն քրմերի համար էին հասանելի։